Իմիջիայլոց Տիկին Անդրեասյան, տեսեք, այդտեղ մենք շատ կարևոր մի տեղի հասակ, որտեղ մենք անընդհատ խնդրեմ ենք ունենում։ Մենք ասում ենք, դե օրինակ նայեք, օրինակ բանը, ինչ ասեմ, որ երկրներից մեր գործընկեր, օրինակ Լիտվայում կրթության վրա ծախսվում է հնայի այսինչ տոկոսը։ Եվ մենք ասում ենք, դե եկեք բյուջեն մեծացնենք, կրթության վրա ծախսվում է հնայի այսինչ տոկոսը, մերը դրա կեսն է կամ դրա 10%-ն է կամ դրա 5%-ն է։ Բայց հիմա որ հետ գնանք ուսումնասիրենք կառուցվածքը, կարող է պարզվել այդ հնայի այդ տարբերվող տոկոսի 70% հենց շենքերի վարձակալության գումարն է։ Ու մենք անընդհատ չենք կարողանում քաղաքականություն վարենք։ Անընդհատ մեր վիճակագրությունները դեֆորմացված են, որովհետև մեր մոտ բանում, կներեք, զարգացած երկրներում տենց տող չկա, որի դեմը գրածը լինի ձրի։ Մեր երկրում տողերի 80%-ի դեմը վիրտուալ գրածա ձրի, հետո մենք ասում ենք, բայց այս երկրում հնա այսքան տոկոսն է, մեր երկրում հնա այսքան տոկոսն է։ Մենք մեր հələ հնան ու մեր ծախսերը հաշվել չգիտենք նորմալ։ Մենք ո՞նց ենք պատրաստվում երկիր կառավարել։ Էլ չեմ ասում ո՞նց ենք պատրաստվում համակարգ կառավարել եւ ընդհանուր առմամբ կարծում եմ այդ տրամաբանության ամենամեծ սոցիալ հոգեբանական խնդիրներից մեկը այն է, որ մենք բան ենք անում, ամեն ինչ չենք տանում դեպի թվայնացում, բառից ոչ թե թվայնացման իմաստով, որ մենք ամեն ինչի թիվը պետք է հասկանանք, ամեն ինչը ծախս է, ամեն ինչի եւ սա իմ կարծիքով սա մի process է, որը մենք սկսել ենք դեռ բավականին երկար ժամանակ առաջ, երբ որ ես ասացի, որ եկեք հարգելի գործընկերներ, եկեք հրաժարվենք կոթողացման տրամաբանությունից։ Կոթողացման տրամաբանությունից պետք է այն ինչ որ մեզ համար կոթող է, այն ինչ որ մեզ համար տաճար է, դեմը պետք է գրենք տաճար, ինչի դեմը գրած չի տաճար, պետք է գրված չլինի տաճար։